որպեսզի այս խնդիրներն ու այս խնդիրները իհաց չգան։ Հասկան, որ Միքայել Սրբազանը դուք միշտ ակնարկում եք, որ կա խնդիր առողջական, բայց չեք բարձրաձայնում եւ հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ դուք արդեն հիմա ստիպված եք այս մասին ասել։ Խնդիրը մեկը չի, խնդիրները շատ են, բայց կոնկրետ այս իմ ասածը կոնկրետ անհապաղ վիրահատության անհրաժեշտության կարիք ա եղել։ Մնացած մանրամասներ կներեք չեմ կարող հայտնել։ Այսքանը որ ասում եմ, սա պետք է ազդակ լինի մեզ բոլորիս, որ առաջի քրիստոնյա ժողովուրդը լինելով մենք իրավունք չունենք սրբազան հորը պահել եւ մյուս սրբազաններին էլ պահել այդ պայմաններում անդառնալի հետևանքներ կարող են լինել եւ դա ոչ մեկին պատիվ չի բերում։ Սա խայտարակություն է, ոնց ասեմ։ Պարոն Դանիելյան, մեր հասած տեղեկություններից մեկով այս մավան դեպքերից հետ կապված եւ անձ ունեցել է առողջական խնդիրներ, բարձրաձայնել է այդ մասին, ազանգել է, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել։ Դուք այս հարցը արդյոք քննարկել եք պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ, եթե ազատազրկվածը նման ահազանգով դիմում է, իրենք ինչ քայլեր են ձեռնարկում։ Ես ոչ միայն այդ, ես պարբերաբար այս խնդիրների մասին եւ հրապարակայնորեն եւ ոչ հրապարակայնորեն խնդիրը բարձրացնում եմ։ Տարբեր ատյաններին ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այս հարցի վերաբերյալ քրեակատողական հիմնարկների հարցի վերաբերյալ կոնկրետ ես կարող եմ մի գերատեսչության, մի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իմ բարձրացրած հարցերին վերջին մի քանի ամիսների ընթացքում պատշաճ վերաբերմունքի արժանացնում է։ Այլ օղակների վերաբերյալ ես նույնը կներեք, բայց չեմ կարող ասել, որովհետև այդ խնդիրները ինչը որ ես ճիշտ է որոշակի առումով վերաբերմունքի փոփոխություն կա, բայց ամեն դեպքում խնդիրները պետք է լուծվեն։ Այսինքն մենք ակնկալում ենք խնդիրների համապարփակ լուծումներ։ Ոչ թե մենք խնդիրը բարձրաձայնենք եւ դա դառնա հերթական վիճակագրությունը, այլ մենք գլոբալ պետք է փոփոխություններ ենթարկենք քրեակատարողական հիմնարկներում։ Կրկնում եմ, պահման պայմաններից սկսած, պատշաճ դեղորայքի տրամադրումից սկսած նրանից, որ մարդը ամիսներ շարունակ չպետք է հերթագրվի, օրինակ, եւ սպասի, թե երբ պետք է իր հերթը գա։ Սա խնդիրներ է առաջացնում։ Դեպք կա, ես օրինակ այդ դեպքով եմ, քանի որ մամուլով կա այս խնդիրը եւ ես մամուլն էլ արձանագրել ես ամեն ինչը, ես այդ խնդրի վերաբերյալ հարցեր եմ բարձրացրել, որ վերջին, եթե չեմ սխալվում դեպքի հետ կապված, նաեւ արյան ուրեմն մարդու բերանից արյուն է եկել բան եւ այսինքն մենք չպետք է հասցնենք այն վիճակին, երբ որ արդեն մարդու վիճակը ծայրահեղ ծանր լինի եւ անդառնալի հետևանքներն են, նոր գնանք այդ դեպքերի հետևից։ Կներեք, շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև քննարկումը փակ քննարկում է եւ ընդհանուր ասում եմ նրա մասին ինչին որ հրապարակայինորեն ասել։ Ճշտում անեմ, առանց առողջական խնդիրները բացահայտելու կարող եք ասել, գործընթաց քննարկում սկսել է Միքայել arczepiskopos Աջապայանի վիրահատության հետ կապված, թե ոչ։ Ում հետ քննարկումներ սկսվի։ Քրեակատարական ծառայության արտադրության նախարարության ոչ թե քննարկումներ պետք է սկսվի դրա հետ կապված, այլ կա հստակ օրենքի նորմ, եթե մարդուն այդ խնդիրը ունի, պետք է այդ մարդուն արդեն շատ արագ, դες բացատրեցի ինչ է, բյուրոկրատական քաշք հաստաբանը դիմել է, հիմա ասում են ինչ որ մի կետի համ բան չկա, ինչ որ ստորակետի, ես իմ չգիտեմ նախադասության եւ այլը, դե իհարկե միտում տեսնում եմ, եթե այս ամեն ինչը ձգձգվում է, ես միտում տեսնում եմ, ի՞նչ է նշանակում, ասենք, արհեստական խոչընդոտներ ստեղծել, այ մի ստորակետի կամ մի, չգիտեմ, մի բառի, եթե ես նոր էլ ասեցի, եթե ինչ որ խնդիրներ կա, իրենք կարող էին դա օրինակ ասեն, ոնց որ հիմա ասեցին, կարող էին ասել եւ մենք արագ այդ խնդիրները լուծեն, իրենք էլ արագ շահագրգռված լինեին, օրինակ մեկ օրվա ընթացքում այդ խնդիրը լուծել, ոչ թե տարբերի գնա, արի ես մի թուղթը տար, մի հատ մի թուղթը բեր, մի հատ ստորակետը սնշի մետ, ես հուսով եմ, որ արագ այդ խնդիրը կլուծվի։ Այդ խոստումը եղել է արագ այդ խնդիրը լուծելու, տեսնենք։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրել էր, քանի որ 301 թվականին հայ առաքելական եկեղեցի ստեղծվել է պետության կողմից, ճիշտ կլինի, որ 10-55 բոլոր եկեղեցիներում հնչի օրհներ կա, դրոշը տեղադրված լինի։ Արդեն ասես դրոշը տեղադրվեն եկեղեցու դռան մոտ կամ ներսում միտեղ։
Որպես խորհրդարանական ընդդիմություն, ինչ այլ առաջարկներ կարող եք ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կարող եմ երկու պատարակ հետո ասենք ուզենա օրինակ այլ իր սրտի մոտ երաժիշտների կամ երգիչների երաժշտությունը հնչի տեղ։ Ասենք Սուպեր Սակոյի երաժշտությունը կարող է ասենք որ կներեք, ասենք պատարակից առաջ Սուպեր Սակոյի երաժշտությունը հնչի։ Չի բացառում, չէ՞ որ մի օր առավոտը արթնանա, սրտիկ դնի, չգիտեմ, ծաղիկ դնի եւ ասի այլևս Պարզա չէ որ սա հայտարարություն է, ինչի մասն է խոսքը։ Այսինքն ինձ համար զարմանալի չի, այն որ արդեն ԱԱԾ-ն, որ արդեն կամաց վերածվում է ՆԿՎԴ-ի, արդեն գնում է եւ ուրեմն քահանաներին հորդորում է, չէ՞, ասենց չգիտեմ, նոր բառ է, չէ, հորդորում են։ Այսինքն խնդրում են, դե գիտենք, չէ՞, ԱԱԾ-ի խնդրանքը որն է, ասենք ԱԱԾ-ն գնում է, բան, խնդրում է, էլի, ասենց խնդրում են քահանաներին, խնդրում են, որ կաթողիկոսի անունը զեղչեն, Արցախի անունը չտան, խնդրում են, մարդիկ խնդրում են, հասկանում եք։ Չակերտավոր հեգնում եմ, չեք հասկանում։ Ոնց կարա ԱԱԾ աշխատողը գնա քահանային խնդրի, որ օրինակ դա ինչ է, համանդրությամբ էլ 100 անգամ ասել ենք, չէ, որ այս մարդը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Սա ուղիղ քրեական գործ է։ Այդ մարդն էլ ինքն էլ խոստովանեց, որ այո, ինքն է հորդորել ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն էլ հորդորի քահանաներին։ Հորդորը, էլի, հորդորումա որ հորդորեն։ Հորդորի հրաժարվեց։ Անգամ այդ Շիրակի թեմի հոգևորականները երբ հրաժարվեցին անգամ ԱԱԾ-ականների հորդորներից, սա ինչ է կարծում, ըստ փորձագետների սա ապտակ էր նաև իշխող ուժին։ Հուսով եմ Շիրակի թեմի հոգևորականները չեն հայտնվի քրեակատարողական հիմնարկում իր հորդորը մերժելու համար։ Մտավախություն ունեք այդուհանդերձ, որ կհայտնվեք։ Ինչի պահ չի որ մտավախություն, ոչ թե մտավախություն, այլ այսինքն, չգիտեմ, էլի ինչ բառ օգտագործեն, որ տեղին լինի, ավելի քան պարզ է, չէ՞, մարդը ինչ ճանապարհով է գնում։ Մինչև դրանից առաջ էլ Արշակ Սրբազանին էին հորդորել, որ հորդորվի եւ միանա տիրադավներին, հերձվածներին եւ մերժի կաթողիկոսին։ Այդ հորդորը չէր տեղ հասել եւ այնուհետև հայտնվեց 7 տարվա առաջվա, այն որ ասում է պլանը ջեբը գցելու օպերացիան իրականացվեց։ Ճիշտ եմ հասկանում, որ քանի դեռ այդ ձեր նշած տիրադավները չէին խոսել, նրանք եկեղեցու մի մասն էին, հոգևորական էին, նրանց չէր կարելի թիրախավորել, բայց հենց այլ դիրքորոշում են հայտնում, դառնում են տիրադավ։ Տեսեք, տիրադավությունը դա ոչ թե իմ գնահատականն է, տիրադավությունը կոնկրետ եկեղեցին ունի ընթացակարգ, օրինակ, եթե պատարակների ժամանակ զեղչվում է, եթե կաթողիկոսի անունը ուրեմն զեղչվում է, եթե մարդիկ մեկ շաբաթ առաջ կամ ընդամենը դրանից ժամեր առաջ դուք մի հատ բացեք սրբազանների դիրքորոշումը, ասածը, մինչև այդ եւ հորդորելուց, ԱԱԾ հորդորելուց հետո իրենց այլ վերաբերմունքը։ Ասածս հետեւյալն է, այսինքն այդ մարդիկ, որոնք ճնշումների են ենթարկվում եւ ես իրոք իրենց համարում եմ պատանդներ եւ այդ մարդիկ կոնկրետ դրանից հետո չգիտեմ տիրադավությամբ են զբաղվում, հերձվածությամբ են զբաղվում, դա դրա մասին է խոսում։ Օրինակ հասարակ մի բան ասեմ, էլի ձեզ։ Այնտեղ որոշները կամ պատանդ են, իրանք են ասում, որ իրանք են, չէ, պատանդ չի ինքը։ Կոնկրետ իր ապարագայում իմ գնահատումն է դա, բայց սենց մի կարևոր մի հատ հարց կա, էլի։ Հարցի նաև բարոյական կողմը կա։ Միքայել Սրբազանը այսօր գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այն մարդը, որ ասում է Միքայել Սրբազանի եղբայրն է, այդ մարդը գնում է, ներխուժում է, ուրեմն Շիրակի մարզում գտնվող ուրեմն եկեղեցում եւ իր հոգեվոր եղբայրը, որ անազատության մեջ է, այսինքն զորբայությամբ գնում են եւ այնտեղ կեղծ պատարակ են անում։ Այստեղ նաեւ հարցի բարոյական կողմը կա։ Պարոն Դանիելյան, Մայրաթոռը հայտարարեց, որ եպիսկոպոսած ժողովը հետաձգվում է, իշխանականներն ասում են, որ Գարեգին II կաթողիկոսը չունի իշխանություն այլևս եւ չի կարողանում ժողով գումարել, դուք ինչպես կմեկնաբանեք։ Ինչ նշանակում իշխանություն չունի։ Կարակ բարձաբանեք, որ նա այդ իշխանությունը գրառումների ասում են, որ չի տիրապետում իրավիճակին, իր վերահսկողությունից դուրս է եկել եւ հիմա ժողովները տապալվում են։
Մենք սրանից առաջ ինչից ենք խոսում հարգելի Նարեկ։ Ձեզ հետաքրքիր է, այսինքն այդ մարդկանց նկատմամբ ճնշումա գործադրվում թե չէ։ Ձեզ հետաքրքիր չի օրինակ քահանաների նկատմամբ օրինակ ԱԱՑ-ն կոնկրետ հորդորներ է, ասես մեղմ ասած հորդորներ է իրականացնում։ Կներեք, բայց այդ հարցը ես եմ տվել։ Չէ, ես եմ այդ թեման զարգացնում։ Չէ, ես ուզում եմ, ես տպավորություն չեմ ստեղծում, հանգիստ հանդարտ եղեք, ես տպավորություն չեմ ստեղծում, ես ուզում եմ տրամաբանորեն գանք հասնենք այն կետին, թե ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը. կոնկրետ ուժային կառույցները ներգործություն են ցուցաբերում անգամ քահանաների եւ բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ։ Սա ինձ համար ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անենք։ Վաղը ինչ իրենք կասեն, ինձ հետաքրքիր չի իրենց ասածը։ Ինձ հետաքրքիր են փաստերը, իսկ փաստերը ցույց են տալիս, որ կոնկրետ ուժային կառույցների մեթոդով ներգործություն է տեղի ունենում եկեղեցու ներքին գործերին։ Էտա փաստը ռեալ հոգետնի վրա, փաստը դա է։ Այն մնացածը դա եկեղեցու ներքին գործերն է, բայց այն որ այս մարդը արդեն միջամտում է, դա անարարկելի փաստ է։ Որ եպիսկոպոսատ ժողով հնարավոր չի լինում գումարել, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իշխանությունը վերազանցել է իր բոլոր լիազորությունները, անբացատրելի եւ աննկարագրելի ճնշումների է ենթարկվում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ենթադրում են, որ անգամ օկուպացիայի ժամանակահատվածում, բոլշևիկյան ժամանակահատվածում եւ դրանից առաջ, ինչպես նաեւ Սրբազան հայրը նշեց, թուրքական օկուպացիայի ժամանակ այս կարգի ուրեմն ճնշումներ եւ այս կարգի անբարոյականություն երբեք տեղի չունեցել։ Եթե դուք ինձ նման մի բան հիշեցնեք, ես կհրաժարվեմ իմ այդ մտքից։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ որ Սրբազանին ուրեմն կալանավորեն, տանեն եւ դրանից հետո արդեն մուտք գործեն եկեղեցի եւ զբաղվեն պղծությամբ։ Նման բան տեղի չի ունեցել։ Արդյունքներ կան, որ Արշակ Սրբազանին կալանավորելուց հետո արդեն ճանապարհը բացվել է եւ վեհապարին հնարավոր է կալանավորեն, գործընթացներ սկսվեն, նույնիսկ մամուլում տեղեկություններ կան, որ մինչեւ նոր տարի ուզում են վեհապարից ազատվել։ Ինչ պետք է անի ընդդիմությունը այս առումով, արդյոք պետք է արձագանքողի դերում լինել եւ դուք ներողություն նշել էիք մեկ անգամ, որ անգամ ձեր արյունը թող թափվի, եթե պետք լինի, բայց դուք կպաշտպանեք եկեղեցին։ Հիմա ընդդիմությունը ինչ պետք է անի այս առումով եւ ինչ աջակցություն պետք է ցույց տա ծրագրեր պայմանավորված։ Եթե դուք հետևում եք իմ գործունեությանը, դուք էլ տեսնում եք, եթե դուք այդքան տենչում եք դա, չգիտեմ, բայց ես երբեք ինձ դուրս չեմ դրել այդ process-ներից, եթե դուք ուշադիր լինում եք ու եւ նաեւ ուշադիր կարծում եմ իմ բոլոր հանրային ուրեմն խոսույթը եւ իմ աջակցության բոլոր այն հորդորները կամ գետնի վրա իմ աջակցության պատրաստական եք խոսքընդդիմության մասին։ Ես միշտ պատրաստական եմ ոչ միայն խոսքով, այլ գործով եմ ցույց տվել պաշտպանելու մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Խնդրում եմ նաեւ իգիտություն ունենաք, իգիտություն բոլորին, որ ես նաեւ պատրաստ եմ այդ անձնազոհությանը թող անպագորգոր չհնչի եւ ես համոզված եմ, որ իմ նման շատ ու շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են թեկուս իրենց կյանքի գնով պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Իսկ ընդդիմությունը ինչպես պետք է աջակցի, պարոն Դանիելյան, ինչ քայլեր պետք է անի։ Խոսքը ձեր մասին չի, ես ուղղակի տեսեք, ինչ պետք է անի ընդդիմությունը պետք է այն ինչը որ ամիսներ, տարիներ շարունակ ասվել է, կոնկրետ պետքա եթե ուրեմն բանը հասնի նրան, որ սկսվի այդ արշավը եկեղեցու դեմ, արդեն չգիտեմ, էլ այդ գնան եւ փորձեն ուժով գրավել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, մենք պետք է կարողանանք բոլոր օրինական մեթոդներով, թեկուզ կրկնում եմ նաեւ մեր այն որ ասում է կյանքի գնով, եթե պետքա մեր վրայով թող անցնեն եւ այդ առումով մենք պատրաստական ենք, երբեք մեր ծրագրերից չենք շեղվել, մեր նպատակներից չենք շեղվել, ու սա կրկնում եմ նեղ անձնական, կուսակցական խնդիր չէ։ Ես որպես այս առումով հանդես եմ գալի որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք որ իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պետք է գետնի վրա կարողանան այդ պաշտպանությունը կազմակերպել։ Եթե այն մարդիկ, որոնք որ համարում են իրենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իրենց անգամ 10%-ը
շատ մեծ թիվել չեմ ասում, կամ 5%-ը պատրաստ լինի պաշտպանության եւ այդ վճռականությունն ու եւ կամքը տեսնում եմ վեհապար տիրոջ, որ ինքը անսասանա, մենք կարողանանք պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Այլապես, եթե բոլորս խոսենք ստատուսներ գրենք եւ գետնի վրա մեր աջակցությունը չդրսևորենք, իհարկե ինքը իր նպատակներին հասնելու է։ Եվ շատ կարևոր է, որ այն քաղաքական գործիչները, որոնք որ ստատուսներ են գրում եւ այլը, կարողանան գետնի վրա իրենց աջակցությունը ցույց տան, ոնց որ մենք ցույց տվեցինք այդ աջակցությունը գնալով օթակայան եւ դիմավորելով վեհապար տիրոջ։ Շնորհակալ եմ։